Առօջի բերդը, որից այսօր կանգուն են 2 մետր հաստությամբ ու մինչև 4-ից 5 մետր բարձրությամբ պարիսպներ, կառուցվել է դեռևս վաղ միջնադարում։ Կառուցման ժամանակափուլերը թվագրվում են 5-ից 13-րդ դարերին։ Այն ավերվել ու վերակառուցումների է ենթարկվել մի քանի անգամ, ինչը վկայում է շարվածքների միջև եղած տարբերությունները։ Տեղակայված է գետի ափին զառիթափ հրվանդանի վրա։ Հայտնի է, որ միջնաբերդն ունեցել է դեպի գետը իջնող գաղտնուղի, որը պաշարումների ժամանակ կենսական դեր է ունեցել։ Հրվանդանի կողմից եղել է դժվարանցանելի, իսկ արտաքին աշխարհից պաշտպանվել հզոր պարիսպով։ Առօջի բերդը 5-րդ դարում արդեն գոյություն է ունեցել և ծառայել է որպես արքունական զորքի ձմեռանոց։ Իշխան Գրիգոր Մամիկոնյանը առօջի բերդը դարձրել է աթոռանիստ, որով ավելի է ամրացվել կառույցը և առավել կարևոր դիրք զբաղեցրել միջին դարերում։ Կաքավաբերդ Կաքավաբերդը միջնադարյան բերդ է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանագերծին 9-ից 10-րդ դարերում, որպես բագրատունիների տոհմական տիրույթ, 11-րդ դարում անցել է Պահլավոնիներին, 12-ից 13-րդ դարում տիրել են Պրոշյանները։ Ամրոցն այժմ կանգուն է լավ պահպանված, այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ 3 կողմից անմատչելի է, դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-ից 2,5 մետր հաստություն, 8-ից 10 մետր բարձրություն և աշտարակներ, բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով, նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր Գևորգ Մարզպետունի պատմավեպում։